Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում Բրևիլն է, զրուցակիցս այսօր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավերն ունենալու համար։ Պարոն Սուրենյանց, ազգային ժողովի քառօրյան է անցյալ շաբաթվանից մեկնարկել, դրանից առաջ հիշում ենք ազգային ժողով, կառավարություն հարցուպատասխաններ եւ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, թե իբր Հայաստանի դեմ Ռուսաստանը տանում է հիբրիդային պատերազմ։ Փաշինյանի այդ ձևակերպումից հետո Հայաստանի հակառուս թևը, որոնք իրենց ներկայացնում են արևմտամետներ, իրենց սպասարկող բոլոր մեդիաներում շեշտադրված խոսում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին, խոսում այն մասին, որ ռուսական կողմը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում, որպեսզի հիբրիդային պատերազմով ճզմի Հայաստանը։ Տեսեք, պարոն Սուրենյանց, սրանից առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանը ֆորպոստ դարձնելու մասին։ Այդ թեման նույն հակառուս թևը էփեց արդյունքի չհասավ, տեսավ, որ դա ազդեցություն չի ունենում հասարակության վրա։ Հիմա փաստորեն հիբրիդային պատերազմի թեման են փորձում շրջանառել եւ դրանով ինչ են ուզում անել։ Նման տիպի ռեժիմները պոպուլիստական, իրացիոնալ գաղափարներով եւ կադրերով զինված կենսունակ են, ճակերտավոր իհարկե եւ ունեն թշնամու կերպար։ Նիկոլ Փաշինյանը թշնամու բոլոր հնարավոր կերպարները փորձարկել է։ Սևեր սպիտակներ, նախկիններ, ներկաներ, հայաստանցի, ղարաբաղցի, ինչ ասես փորձարկել են։ Հիմա գտել են իրենց կարծիքով ամենահարցունավետ մի ֆրոնտ հակառուսականությունը, որի մեջ կփորձեն տեղավորել բոլորին, նախկիններին, ասենք նույնիսկ ղարաբաղցիներին, տարբեր ենթաշերտերով են դա արտահայտվում։ Իրականում Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ վարում է Նիկոլ Փաշինյանը։ Սա է իրականությունը, եթե անկեղծ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններն էլ ինչ-որ ազդեցություն փորձում են մանավանդ իրենց ազդեցության տիրույթներում, կենսական շահերի տարածքներում ունենալ։ Սա բնորոշ է բոլոր կայսրություններին, Ռուսաստանը կլինի, Միացյալ Նահանգները, Չինաստանը, ամեն մեկի մոտ դա տարբեր դրսևորումներ ունի։ Ես չեմ տեսնում, որ հիմա Ռուսաստանը ինչ-որ հատուկ ջանքեր է գործադրում Հայաստանի ուղղությամբ, մանավանդ որ Ռուսաստանի զբաղվածությունը ամբողջովին հագեցած է, գիտեք, ուկրաինական պատերազմը կամ դրան հարակից դիվանագիտական process-ները կուլմինացիայի վրա են, հաղթանակի իրենց միջոցառումները են զբաղված, որ իրականում աշխարհաքաղաքական շատ շեշտված ենթատեքստ ուներ, այսինքն ընդհանրապես թշնամու կերպարի փնտրտուքը իրենց բերել է մի դաշտ, որը շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Ավելին, օրինակ դուք ասում եք շատ վտանգավոր է, վտանգների մասին եթե խոսենք։ Տեսեք, երբ որ դու ներքաղաքական հակառակորդին համանում ես ռուսական շպիոն, ընդ որում բացարձակ հիմնազուրկ պնդում է։ Հիմնազուրկ, որովհետև ազգային ժողովում падգամավորները գլխավոր դատախազին ասում են Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս մարդը ռուսական շպիոն է, դուք անելու բան չունեք, ոչինչ չի ասում գլխավոր դատախազը։ Ասում են իրավական գործընթաց սկսեք, զրո արձագանք։ Դե իհարկե, որ չէ, դա այնպեսի հայտարարություն է, որ կամ պետք է սուտ մատնության հոդվածով ասողը պատասխանատվության ենթարկվի, կամ պիտի հաստատվի մարդու ռուսական շպիոն լինելը։ Բայց մենք որ թեմայից չշեղվենք, ես ուզում եմ վտանգների մասին խոսենք։ Վտանգները, գիտեք, մենք այնքան փոքր եւ սուբյեկտիվության ցածր մակարդակ ունեցող երկիր ենք, որ մեր համար խիստ վտանգավոր է աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, հատկապես Ռուսաստանի հետ հակադրության ռեժիմը, որտեղ այդ ռեժիմը ուղղակի սպասարկել չես կարող։ Դու չես կարողանում դիմակայել անգամ Ադրբեջանից եկող ճնշումներին։ Էլ որ մնաց կարողանաս դիմակայել աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի ճնշումներին։ Իրականում սրանք ներքաղաքական նպատակներով է սա անում, բայց որը էապես եւ վտանգավոր անդրադարձ է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Դուք ավելի կարևոր բան է չշրջանցենք, թերևս դրա մասին էլ գուցե հարցնեք, փորձ է արվում ընդհանրապես բանդերական Ուկրաինայի թեզերով անդրադարձ կատարել նացիստական Գերմանիային։ Եվ արժե զրկել հայրենական պատերազմի տարած հաղթանակը։ Սա մի սարսափելի Եվ դա հանրային հեռուստաընկերության եթերում։ Հանրային հեռուստատեսության եթերում, բայց որ ավելի կարևոր է,
անում են մարդիկ, որոնք ձևավորվել են որպես գաղափար արտադրողներ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ կրթությունը նորաձև է այդ ապազգային դիվային շարժման ընդերքում, այսինքն պատկերացնել կարելի է այդ շարժումը ինչ նպատակ ունի։ Չնայած բոլորիս համար միջև էլ ակնհայտ էր։ Ասում եք կրթվելը նորաձև է, դիվային շարժում, ինչով է դիվային։ Որովհետև մեզ կտրում է մեր ինստիտուցիոնալ հիշողությունից։ Նիկոլ Փաշինյանը իր հետ ասոցացված ցանկացած բան պատերազմ են հայտարարել հայ ժողովրդին երրորդ հանրապետության քաղաքական հիմքերին։ Իսկ ինչ որ բան կա մեր ժողովրդի ինքնության հետ կապված, որ իրենք չեն արժեզրկել, Ղարաբաղյան շարժում, ցեղասպանություն, հիմա արդեն մայիսին հաղթանակի խորհուրդ եւ այլն, այս շարքը կարող ենք անվերջ շարունակել։ Իդեպ հակառուսական դոզայի համատեքստում եկեք նկատենք, որ Հայաստանի այդ հակառուս թևը ներկայացնողներ իրենց հարցազրույցներում ասում են, որ Հայաստանի համար ձեռնտու է, որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմը չավարտվի, որ Հայաստանը մանևրելու դաշտ ունի, այսինքն զոհվեն մարդիկ, պատերազմը չավարտվի։ Եվ ավելի հակապետական դիրքորոշում դժվար է գտնել։ Հայաստանի տիպի փոքր երկրի համար կեսական անհրաժեշտություն է ռուս-ուկրաինական պատերազմի օր առաջ ավարտվել։ Ասեմ ինչի։ Շատ պարզ պատճառաբանություն ունի։ Հայաստանը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր կարգավորման պարագայում ստիպված չի լինելու այն անդուր երկրդրակի առաջ կանգնել, այսինքն աշխարհակաղակական կենտրոններից որևէ մեկին ընտրելու այդ բեռի առաջ չի կանգնելու, այդ բեռը կթոթափի եւ կարող է իրապես բալանսավորված քաղաքականություն վարել, ինչի շնորհիվ էապես կարող են զսպվել օրինակ Ադրբեջանից եկող մարտահրավերները, սա մեկ։ Երկրորդը պատմականորեն ապացուցված փաստ է, որ ռուսական ազդեցությունը ինչքան թուլացած է եղել տարածաշրջանում, այնքան մեր կորուստները ակնառու են եղել։ Հիշեք Արցախի կորուստը, այսինքն իրենք հաշտ են փաստորեն այդ մարդիկ Արցախի կորուստի հետ, անգամ Հայաստանի կորուստի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետ, չլինի տարածաշրջանում։ Էլ չեմ ասում, որ այդ մոտեցումը ի բնեից է հակահումանիստական է, ինչպես կարող ես խաղադրույք անել պատերազմի վրա, թեկուզ օտարներին վերաբերվող պատերազմի վրա, երբ դրա հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում։ Այդ մարդիկ լավ պատերազմ է, ես այդ մարդկանց ուրիշ հարց եմ ուզում տալ։ Ենթադրում եմ նրանք ինչի են անում, նման պնդում անում, իբր Ռուսաստանը թուլացած է։ Չի զբաղվի Հարավային Կովկասով, ավելի լավ մեզ համար։ Իսկ այդ որ ավելի լավ չեն զբաղվում 2022 թվականից ես երկու ակնառու կորուստ կարող եմ նշել. Արցախի կորուստը եւ Տաուշի պաշտպանական դիրքերի փլուզումը։ Հələ էլի բաներ կարող ենք նշել իհարկե։ Սա ակնառու է, չէ՞, չզբաղվելի ինչի է բերել։ Մյուս կողմից ես հարց եմ տալիս այդ մարդկանց, իսկ ուր են այն անվտանգային երաշխիքները, որ նրանք խոստացել էին մեզ։ Նրանք ովքեր։ Այդ արևմտամետները արևմուտքից։ Ռուսաստանը ենթադրենք չկա, ուր են այդ երաշխիքները։ Այդ երաշխիքները, որոնց մասին իրենք օրնի բուն խոսում էին եւ հանրային հեռուստաընկերության եթերից եւ իրենց մեդիաներից, դրանք իրենց ակնկալիքներն էին։ Եվրոպան իրենց երբեք էլ անվտանգության երաշխիք չի տվել։ Որն է, այսինքն իրենք ըստ էության նշանակում է ռուսական ազդեցության թուլացումը կամ դրա հետևանքով առաջացած վակումը ոչ թե արևմուտքն է լրացնում, այլ մի իրավիճակ է ստեղծվում, երբ որ Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ։ Դրա դրականը կամ լավը ո՞րն է։ Դրա դրական այն է, որ իրենք դրա համար ստանում են գրանտներ, պարոն Սուրենյանց։ Փող են ստանում իրենք, հակառուսական դոզան տարածելու համար փող են ստանում։ Արևմտականներ չհամանենք։ Հակառուսական գործիչներ։ Հակառուսական գրդոնչիներ են, որոնք առաջին հերթին սպասարկում են Անկարայի եւ Բաքվի շահերը։ Իսկ գուցե այդտեղից էլ ֆինանսավորվում են։ Ես որևէ բան ոչ կարող եմ պնդել, ոչ կարող եմ հերքել, բայց ակնհայտորեն մի սեգմենտ է առաջացել, ընդ որում իշխանության մեջ գտնվող կամ իշխանությանը հարող, որոնք իրենց անբարոյական քարոզչության մեջ հասել են այն կետին,
որ ասում են գերադասելի է մեզ համար, օրինակ Թուրքիան, քան ռուսական ազդեցությունը։ Գինը, որը կվճարի Նիկոլ Փաշինյանը, որն է լինելու, որ փորձելու է 2026 թվականին այդ ամբողջ հակառուսական թևին քարշ տանել խորհրդարան, դուրս մղել ազգային ուժերին խորհրդարանից։ Նաև փորձում են կոնֆիգուրացիայի վրա այդպես ազդել, փորձելու են, ինչպես Երևանի քաղաքապետին տուրությունից առաջ նույն փսիխոզներ, եթե հիշում եք, վագներականները, միջի հիմա ես Ինչ ասացի, մնաց օդի մեջ։ Անդադար հարց եմ տալիս վարչապետին, ԱԱԾ տնօրենին, ունեն այդ վագներականները, որոնք հազարներով կարծեմ Հայաստան էին եկել, ինչ-որ բաներ կազմակերպելու համար։ Նույնը նաև Գյումրու պարագայում էր, բայց մենք տեսանք, որ այդ հակառուսական թևը անգամ անցողի քշեմ չհաղթարեց։ Վստահ մի եղեք, որ դա աշխատելու է, որովհետև մարդիկ աշտանաբար սկսում են հասկանալ, որ մենք գործ ունենք Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության ամենադավաճանական ռեժիմի հետ, որ իր արյունոտ դեմքն ու ձեռքերը մաքրելու համար անդադ թշնամու կերպար է ստեղծել։ Հիմա Պուտինն է թշնամու կերպարը, որքան Արդեն կդիմանա։ մի քանի տարի է Պուտինն, բայց դա կարող է բումերանգի էֆեկտով հարվածել հենց նույն Նիկոլ Փաշինյանին։ Ազգային ժողովի քարորիայի օրակարգում ուժային կառույցների տարեկան հաղորդումներն են եւ կարմիր գծով անցնում է ԿՊԱ-կանների մոտ հետեւյալ թեզը. ուժային մարմինների ղեկավարներ բռնեք Ռոբերտ Քոչարյանին, բռնեք Սերժ Սարգսյանին, վերադարձրեք նրանց օրոք տեղի ունեցած թալանը։ Ինչու է հիմա եւ կոռուպցիան եւ միևնույն ժամանակ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը դարձել ԿՊԱ-կանների ուշադրության թիվ 1 հարցը, ինչ խնդիր են հիմա իրենք լուծում ընտրություններից 1 տարի առաջ։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր հարց էր։ Այո, սա լրիվ նախընտրական տրենդի մեջ է, բայց միջև ձեր հարցին լուրջ պատասխանելը մի դիտարկում, նկատառում հայտնի։ Ուրեմն շատ վատ վազորդ է Նիկոլ Փաշինյանը, եթե 7 տարում վազվզում է, բայց չի կարողացել Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին բռնել։ Սա ոչ միայն առաջի դասարանում է մնացել, ինչպես ինքն էր խոստովանել, նույնիսկ դպրոց չեն ընդունել անպիտանելիության պատճառով։ Ինչու չի կարողանում բռնել։ Որովհետև նախ դա ընդհանրապես քարոզչություն է։ Իրականում չի վազում։ Դեմոնիզացիայի միջոցով փորձում է դիվիդենդներ շահել։ Իսկ ավելի լուրջ, որ ձեր հարցին պատասխանեմ, Նիկոլ Փաշինյանը պայմանական 3 ապրանք ունի, որը որպես նախընտրական ապրանք փորձում է վաճառել այս ժողովրդի վրա։ Այն օրը ինչի ինքն իրեն պատեպատ տվեց, Երբ կոռուպցիայի մասին հարց ուղեցին։ Գժական գնաց, իրականում իրան խուլիգանի պես պահեց, որի համար պետքա քրեական պատասխանատվության ենթարկվեր, բայց մի օր ենթարկվելու է, որտեղ ոչինչ չի մոռացվում, փառք Աստծո տեխնոլոգիական զարգացած դարումներ են կարդացել, այդ համբար բառը ինքը շատ երկար դեռ հիշելու է։ Քրեակատարողական հիմնարկում բումերանգի պես վերադարձվելու է իրան այդ բառը։ Ավելի մեղմ եմ ասում։ Իսկ հունից դուրս եկավ, որովհետև պատգամավորներից մեկը Հարգարժան Անա Գրիգորյանը շատ փաստարկված փորձեց նրանից խլել նրա սիրած ապրանքներից մեկը։ Կոռուպցիայի դեմ պայքարը կամ թալանի թեման։ Իդեպ այդ հոկտեմբերի 27 մարտի 1-ն էլ դրա մեջ տեղավորվում, այդ թալան, արդարություն, կոռուպցիա, այսինքն ընդամենը 1 րոպեում Անա Գրիգորյանը ապացուցեց, որ ինքը ամենակոռումպացված իշխանությունն է կամ կոռուպցիայի որջն է։ Այդ դրա համար ինքը տենց հունից դուրս եկավ։ Երկրորդ ապրանքը Ղարաբաղը խաղաղության թեման է։ Երբ որ ընդդիմությունը դուրս գա օրահայրենասիրական այդ նոտաներից, փաստարկված ապացուցի, որ Փաշինյանը պատերազմի հրձիկ է, իսկ իրականում Փաշինյանը պատերազմի հրձիկ է, Նիկոլ Փաշինյանի գժական նոպան մի նոր լեվլ կգրանցի։ Եվ վերջապես երրորդը եվրոինտեգրման ապրանքն է, որտեղ առանց մեր ջանքերի մի քանի րոպեում կարելի է ապացուցել բլեֆի։ Դեպ այս հարցում Նիկոլ Փաշինյանը արդեն օրենք է խախտում։ Որը։ Բայց եթե օրենքա չեն տունվել, Եվրամիությանը Հայաստանի Հանրապետությունը Գործընթաց սկսելու։ Գործընթաց սկսելու։ Դուք գործադիրի կողմից քայլ եք տեսել օրենքից ընդունումից հետո։ Ոչ։ Գործադիրը առնվազն արդեն պիտի դիմաց լիներ ԵՄ-ին անդամակցության հայտով։
Դա չունենք, այո։ Եթե չկա, օրենքը չի կատարում։ Օրենք չկատարելու համար ինձ ու ձեզ ի՞նչ կանեն։ Կամ կտուգանեն, կամ կազատազրկեն։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, դարձի շրջանը սյուր, ստիպված պետք է վաճառի հոկտեմբերի 27 մարտի 1 կոռուպցիա։ Արդարություն, մարտի 1, 27 թալան, հասկանում եք, այս դեմոնիզացիան պետք է գնա, բայց այստեղ թող ինքը միշտ հիշի Գյումրին։ Իմ համար արդեն փաշ չի, որ երկու չարյաց փոքրագույնի մեջ ժողովրդի իրանա չարյաց փոքրագույն համարելու, երկու չարիքի մեջ իրանա չարյաց փոքրագույն համարելու։ Գյումրիում տեսանք, չէ՞, որ ճիշտ է Գյումրին համապետականով դիտարկել է։ Չէ, ճիշտ չի, բայց դեմոնիզացված էր մի մարդու կերպար, հին համակարգի բոլոր արատներն էլ վերագրել էին, կենտրոնացրել էին այդ մարդու մեջ, բայց ԿՊ-ի տեխնացուն պարտվեց այդ մարդուն։ Ասում եք պարտվեց, դե գիտեք, իրենք ինչ են ասում են նախորդ անգամ Գյումրիում հավաքել էին 7000 ձայն, հիմա 17000 ձայն, ընդհակառակ ավելի շատ են հավաքել։ Դատարկ փաստարկա կներեք, նախորդ անգամ քիչ մարդ էր եկել։ Մասնակցել, այո։ Այդքան էին հավաքել, շատ մարդ է եկել, այդ թվերն, այսինքն դա քաղաքական արդյունքի տեսակետից զրոյական արդյունք ունի իրանց պնդումները։ Ավելին ասեմ, նախորդ անգամ այսքան դեսանտ էլ իջեցված չէր։ Հիմա ամբողջ պետական ապարատը Գյումրիի համար էր աշխատում։ Չնայած հետո պարզվեց, որ Պուտինը ոչ թե Գյումրիի դեմ է երկրորդ ճակատ բացել, այլ մասիվի թաղապետարանի, բայց ինչև է։ Շարունակելով Պուտինի թեման, նույն հակառուսական թևն ինչ է ասում են, այն որ ասում ենք Հայաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմ է տանում, դա երևում է Գյումրիում, Ռուսաստանը ամբողջ խաղադրույքը կատարեց իր համար հարմար տեխնացուի Վարդան Ղուկասյանի վրա, այ Գյումրիի պատմությունն էլ տեղի ունենալու հաջորդ համապետական ընտրություններին։ Գյումրիի ընտրարշավին շատ ակտիվ աշխատած մասնակցած մարդ է։ Ռուսական կողմը այնտեղ ընդհանրապես աշխարհակաղակական որևէ ենթատեքստ չի եղել։ Այնտեղ անգամ նախքին 2 կամ 3 նախագահներից որևէ մեկը միջամտություն չի ունեցել։ Երկրի նախագահներից, էլ ուր մնաց ինչ-որ խոսել աշխարհակաղակական ենթատեքստի մասին։ Եթե ռազմաբազանի նկատի ունեն, շեշտված չեզոքություն է պահպանել ռազմաբազան Գյումրիում, որովհետև ձևով իր ներկայությունը զգացնել չի տվել։ Դատարկ խոսակցություններ են, դատարկ։ Դե իրանցից մի զարմացեք, հարգելի աղավնի։ Եթե լուրջ դեմքով մարդիկ խոսում են, որ մասիվի թաղապետի խուլիգանությունը աշխարհակաղակական ենթատեքստ ունի եւ ասում են Պուտինի հանձնարարությամբ դեսպանի ուղիղ հրահանգով է դա արվել, այս մարդկանցից ամեն ինչ սպասելի է։ Եվ դա այն պարագայում, երբ գիտեին, որ օրեր անց Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, մասնակցելու է հայրենական պատերազմին 80-ամյակի նվիրված միջոցառմանը, ինչ արեց Փաշինյանը մեկնելով Մոսկվա, փորձեց ինչ-որ կերպ կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, թե դա այդ հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չունեցող քայլ էր։ Այցը շատ են գերագնահատում այդ այցը, իրականում նա որևէ լուրջ հանդիպում չունեցավ Մոսկվայում։ Մենք տեսանք, չէ, որ պատվիրակությունները բավականին ակտիվ Պուտինի հյուրընկալությանն էին սպասում եւ մի շարք պատվիրակությունների ղեկավարներ հանդիպեցին։ Նաեւ տեսանք, թե ինչպիսին թունելության արժանացավ Չինաստանի ղեկավարը։ Այո, բայց Նիկոլ Փաշինյանը կամ ջանք չի թափել Պուտինի հետ հանդիպելու, կամ ինքը այնքան աննշան ֆիգուրա է եղել այդ ընդհանուր խճանկարում, որ չեն էլ նկատել նրան։ Ամենայն դեպս Համբոյի Գիգորի կերպարի էր ավելի շատ նմանվում։ Անտերուչ կերպարի Նիկոլ Փաշինյանը։ Բարբերաբար Լուկաշենկոյի կողքը։ Դե դա այբենական հերթականության հետևանքն է։ Այդպես չեմ կարծում ռուսները այդքան դաժան են գտնվել իր հանդեպ։ Իդեպ եթե իրենց ասածները ճիշտ լիներ ռուսների հիբրիդային պատերազմի եւ այլ դրսեւորումների մասին, հիմա Նիկոլ Փաշինյանից աման նն էր մնացել, այսինքն նա վաղուց Հայաստանի վարչապետ չէր լինի։ Ինչու՞։ Որովհետեւ Ռուսաստանը իր ազդեցությամբ ոչ մի լծակ չի գործադրում, օրինակ Հայաստանում վիճակ ապակայունացնելու համար։ Այսինքն կարող է գործադրել այնպես, որ Փաշինյանից նն մնա։ Ընդամենը երկու բանը դրվագ ես նշեմ, գազի գնի թանկացումը կամ լարսում որոշակի խնդիրներ առաջացնելը կարող է այնպիսի սոցիալական դժգոհության ալիք հարուցել Հայաստանում,
որ այս իշխանությունից որևէ բան չմնա։ Բայց դուք տեսել եք, որ նման բաներ են անում։ Այսինքն ռուսական կողմը կարող է անել այն, ինչ չի կարողանում անել հայ ժողովուրդը եւ Հայաստանի ընդդիմությունը։ Օրինակ։ Բայց մենք տեսնում ենք, որ նման խնդիրներ Հայաստանի համար չեն հարուցվում։ Չեն հարուցվում, ավելին կա տպավորություն, որ փափուկ ուժն է գործադրվում, փոխայցեր են նախապատրաստվում, գիտենք Լավրովն է գալու, Մատվիենկոն է գալու։ Լավրովն է այցելելու, հետո մեկ ամիս հետո Մատվիենկոն։ Այսինքն սուրանքյունները հարթելու խնդիր է դրված։ Ռուսաստանը ավելի գլոբալ հարթությունում իր աշխարհաքաղաքական դիրքը հստակեցնելու խնդիր ունի, քանի դեռ ընթացքի մեջ են եւ վերջնականացած չեն ռուս-ամերիկյան հարաբերությունները, կտրուկ շարժումներ Ռուսաստանի կողմից այստեղ մի սպասեք։ Այսինքն կառավարելի ինչ-որ հարաբերությունների համակարգ կա, Ռուսաստանը փորձում է այդ գործիքներով իր համար տանելի բարենպաստ համատեքստ ստեղծել, այո։ Ներքաղաքական զարգացումների մասին եթե խոսենք իմպիչմենտի գործընթաց, պարոն Սուրենյանց, դե գիտեք պատմությունը, Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների հայտարարություններն ունենք, ԿՊԱ-ականների հայտարարություններն ունենք, բանավոր, որ իրենց համար Փաշինյանը շատ էլ ձեռնտու գործիչ է։ Ի վերջո, ըստ ձեզ, փակուղի մտավ այդ գործընթացի մասին խոսակցությունը, թե այն դեռ կա շանս, որ ունենա շարունակություն։ Իմպիչմենտի մասին մեր պատկերացումներն են սխալ։ Դա իրականում հացանցյալ է ավելի կարևոր գործընթացի։ Ավելի կարևորը ո՞րն է։ Ավելի կարևոր գործընթաց համաժողովրդական շարժումն է։ Եթե չկա համաժողովրդական շարժում կամ դեպի դրան տանող ճանապարհային քարտեզ, իմպիչմենտի գործընթացը հաջողություն ունենալ չի կարող։ Սա ակնհայտ ճշմարտություն, ընդ որում երկու պատճառով, որտեղ առանց համաժողովրդական շարժման ռեժիմի ներսում ճաքեր չեն առաջանալու։ Այնպիսի ճաքեր, որ մոտ 20 падգամավոր անցնի ընդդիմության կողմը։ Նիկոլ Փաշինյանին դավաճանի, հա։ Եվ երկրորդը չի ծնվելու, եթե չլինի համաժողովրդական շարժում, այն լիդերը, որ այնպիսի կոնսոլիդացնող պոտենցիալ կունենա, որ վարչապետի փոփոխության հարցը կդառնա իմպերատիվ, հա։ Այս երկու խնդիրները չեն սպասարկվելու։ Դրա համար իմպիչմենտի գործընթացը դոփում է տեղում, չնայած այդ գաղափարի նկատմամբ ես որևէ կռիվ չունեմ, հա։ Եվ դրա համար իշխանությունը կարող է նույնիսկ շանս ստանալ Հովիկ Աղազարյանի, պայմանական Հովիկ Աղազարյանի դեմքով ծաղրել այդ process-ը։ Նկատի ունեք Հովիկ Աղազարյանի իշխանության մարդն է շարունակում է հետներն աշխատել։ 1 տարի առաջ Փաշինյանին Հիսուս Քրիստոսի հետ ամեմատող մարդը չի կարող այսօր նրա իմպիչմենտի մասին լրջորեն խոսալ, կամ եթե լրջորեն խոսի, նրան լուրջ չի վերաբերվի հասարակությունը։ Այսինքն քաղաքացիները պետք է իմանան, որ եթե 2026-ին գնում եւ ձայն են տալիս Հովիկ Աղազարյանին ու նրա կուսակցության, այդ ձայները տեղափոխվում են Փաշինյանի գրպանը։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ասել, բայց հասարակության 80%-ը այդ մարդուն չի կարող համարել ընդդիմություն այս պահին։ Շատ թարմ են նրա հայտարարությունները։ Ընդ որում Արցախի կորստից հետո արված հայտարարությունները։ Դորում ես չեմ տեսել, որ շատ ֆունդամենտալ ազգային պետական հարցերում Հովիկ Աղազարյանը շատ արմատական հակադիր դիրքորոշումներ հայտնի։ Այո, չունի ինքը հակադիր դիրքորոշում։ Որ կոռուպցիայի եւ այլ հարցերով իրան ես փորձում եմ հասկանալ ինչի է այդպես անում, բայց եկեք համաձայնվեք, որ իմպիչմենտ Հովիկ Աղազարյանով ավելի շատ դա հասարակության ծաղրին է արժանանալու, քան հավանությանը։ Եվ ստացվում է, որ մյուս տարբերակը, եթե փողոց չի գեներացվում, իմպիչմենտ տեղի չունենում, ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն 2026 հերթական ընտրությունների։ Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են 2026 թվականի ընտրությունների։ Որևէ մեկը արտահերթ զարգացման չի գնա։ Դուք փողոց տեսնում եք ակտիվ։ Դա էր պատճառը հավանաբար, որ Փաշինյանը անցյալ չորեքշաբթի ասաց արտահերթ ընտրությունները Հայաստանում չեն լինելու։ Դա ինքը իրաց քաղաքական թիմի դիրքորոշումը հայտնեց, որովհետև այլևս հույս չունի, որ խաղաղության փաստաթուղթը կստանա, ավելին հիմա մի հատ շատ վտանգավոր գործընթաց է գնում։ Ինչպիսի։ Ակնհայտորեն, օրինակ մի քանի օր առաջ Արադ Միրզոյանը խոսում էր, որ կարող է մոտ ժամանակներս լավ լուր լսենք։ Այո։ Այդ հայ-ադրբեջանական։ Բայց վատը լսեցինք սահմանին նորից կրակեցին բնակելի տան ուղղությամբ։ Հա, բայց այստեղ հետաքրքիր է լավ լուր ասելով ինչի նկատի ունի։
ապրիորի լավ լուրը կարող էր այն Պայմանագիր լինել, ստորագրումը։ լավ լուրը կարող էր այն լինել, որ Ադրբեջանը հետ քաշեր իր նախապայմանները, այն երկու, եւ պայմանագիր ստորագրվեր, ճիշտ է։ Հետ չի քաշել։ Բայց Բայրամովը անմիջապես Միրզոյանից հետո պնդեց իրենց երկու նախապայմանները իմ ունեցած տեղեկատվությամբ, որը բավականին արժանահավատ է ինձ թվում։ Հիմա հայկական կողմն ու ադրբեջանական կողմը բանակցում են մի տարբերակի շուրջ, ըստ որի հայկական կողմը գրավոր հավաստիացումներ է տալու Ադրբեջանի երկու նախապայմանները կատարելու վերաբերյալ։ Գրավոր։ Այո։ Այսինքն գրավորը Ադրբեջանին ասելու է փոխելու եմ սահմանադրությունը, Մինսկի խումբը լուծարելու եմ, դա Փաշինյանից կախված չէ Մինսկի խմբի լուծարումը։ Աշխարհի 3 գերտերության լուծելիքն է դա։ Իա, այո, ոչ Փաշինյանից է կախված, ոչ Ալիևից։ Բայց Մինսկի խումբը իրենք երկուսով արդեն իսկ լուծարել են, մնացածը ձևականությունա Պրագայի հայտարարություն ընդունելով։ Հիմա եթե հակամարտող երկու կողմերը դիմեն ԵԱՀԿ-ին, չկարծեք, որ ԵԱՀԿ 50 պետությունները այլ որոշում են կայացնելու, քան նրանց կամքը կատարելն։ Բայց միևնույն ժամանակ ռուսական կողմը կուզենա զրկվել այդ ազդեցության լծակից։ Ռուսական կողմը ազդեցության բազմաթիվ այլ գործիքներ ունի։ Հա, այստեղ կտուժի, այլտեղ կուժեղացնի։ Բազմաթիվ այլ գործիքներ ունի, մանավանդ այդ ազդեցության գործին կիսում էր արևմտյան երկու այլ խաղացողների հետ։ Ինչը իրեն էլ ձեռք։ Այո, այո։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս Սուրեն Սուրենյանցն էր այսքանը, ցտեսություն։